Եվրոպական երկրներից շատերում բանտերը շարունակում են մնալ գերբեռնված, իսկ մասնագետներն էլ ավելի հաճախ են սկսել խոսել ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունից։ Եվրոպայի խորհրդի պրոբացիան եւ բանտերը Եվրոպայում տարեկան զեկույցի համաձայն, մեկ տարվա ընթացքում 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվար ժամանակահատվածում պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող անձանց թիվը աճել է 2.7%-ով, մինչդեռ եվրոպական բանտային համակարգերի թե կեսը շարունակում են գործել գերբնակեցվածության կամ առավելագույն ծանրաբեռնվածության պայմաններում։ 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայի 36 երկրների պրոբացիոն ծառայությունների վերահսկողության տակ գտնվել է ավելի քան 1.433.000 մարդ, միջին հաշվով յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով պրոբացիոն վերահսկողության տակ է եղել 154 անձ։ Զեկույցի համաձայն Հայաստանը շարունակում է դասվել պրոբացիայի բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքին։ 100,000 բնակչի հաշվով մեզ մոտ պրոբացիոն վերահսկողության տակ է 430 մարդ։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Լեհաստանին, Թուրքիան եւ Վրաստանին։ Միաժամանակ Եվրոպայի խորհուրդը ուշադրություն է հրավիրում նաեւ պրոբացիոն ծառայությունների ծանրաբեռնվածության վրա։ Զեկույցի համաձայն Հայաստանում պրոբացիոն աշխատանքներում ներգրավված մեկ աշխատակցին բաժին է ընկնում 78 մարդ։ Կարծում եմ դա միջինացված թիվն է, որը մեդիանն է, այսինքն միջինացված թիվը շատ ավելի մեծ է լինելու, քան մեդիանը եվրոպական։ Մասնագետները նաև նշում են, որ Հայաստանի պրոբացիոն ծառայությունը իրականացնում է բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք չեն բխում պրոբացիայի դասական ընկալումներից։ Պրոբացիայի պարտական գործը դա պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում վարկի նկատմամբ վերահսկողությունն է, պատիժը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողությունն է եւ պարզից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վարկի վերահսկողությունն է եւ հանրային աշխատանքը։ Իրական բուն պրոբացիայի գործառույթների փոխարեն մենք այսօր բազմաթիվ այլ ֆունկցիաներ ենք կատարում, որոնք շատ պրոբացիայի գաղափարախոսությանը հարիստ չեն։ Փորձագետների դիտարկմամբ պրոբացիայի հիմնական նպատակը կրկնահանցագործության ռիսկերի գնահատումը ու կանխարգելումը, անհատական վերականգնողական ծրագրի մշակումը եւ անձի հասարակության վերաինտեգրմանը նպաստումն է։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ ծառայության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն օրենսդրական կարգավորումներով, այլև ծառայության գործառույթների հստակ տարանջատմամբ, ծանրաբեռնվածությամբ եւ անհրաժեշտ ռեսուրսներով։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։